Կապանի Արծվանի գյուղից 3 կիլոմետր հարավ-արևելք բնակավայրերից կտրված սարահարթի վրա է գտնվում վաղ միջնադարյան երիցվանքը։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։ Դարեր շարունակ խոնարհված սրբավայրում առաջին անգամ պեղումներ են իրականացվում։ Արշավախումբը ղեկավարում է հնագետ Ավետիս Գրիգորյանը։ Վանքի մասին տեղեկությունները շատ չեն, որոշ հիշատակություններ կան Մովսես Կաղանկատվացու, Ստեփանոս Օրբելյանի, Ղուկաս Սեբաստացու աշխատություններում։ 1102 թվականին արված վանքի մասին առաջին վիմագիր արձանագրությունը պահվում է Վահանավանքում։ Պարզվում է Ստեփանոս Օրբելյանի հիշատակությամբ, որ վանքը հիմնադրել է Երիցակ վանականը, հավանաբար 5-րդ դարի վերջերին, իսկ 6-րդ դարի սկզբում արդեն 517-18 թվականներին նա եղել է Սյունյաց եպիսկոպոսը եւ մետրոպոլիտ, եւ վանքի առաջին ծաղկման շրջանը ըստ էության հենց այդ ժամանակներին է վերաբերում։ Բայց այստեղ վերգետնյա զուտ ուսումնասիրությամբ նաև մենք տեսնում ենք, որ այստեղ կյանքը շարունակվել է առնվազն մինչև 11-12-րդ դարերը, իսկ օրինակ Ռաֆին, ով 1881 թվականին եղել է մոտակայքում գտնվող Արծվանի գյուղում, նա նշում է, որ մինչև 18-րդ դարի սկիզբը վանքը գործել է։ Այսինքն սա մի մեծ վանական միաբանություն է եղել։ Հիմա եթե մենք այստեղ քայլում ենք, բացի այս հզոր միանավ կառույցից, մենք տեսնում ենք նաև մեկ ուրիշ փոքր միանավ կառույց, տեսնում ենք պարիսպները վանքի, տեսնում ենք վանական խցերի հողածածկ բազմաթիվ ավերակներ, գավիթը։ Երիցվանքը մի քանի շինություններից է բաղկացած եղել, դրանց մի մասը հողով ծածկված է, իսկ պարիսպները կիսաքանդ։ Համալիրի հիմնական եկեղեցին միանավ բազիլիկ է եւ իր մեծությամբ կամարակապ շարվածքով եզակի միջնադարյան ճարտարապետության մեջ։ Տեսնում ենք հավանաբար տարբեր տարիների որոշակի մաքրման աշխատանքներ են արվել եկեղեցու ներսում, բայց եկեղեցին արտաքուստ ամբողջությամբ թաղված է հողի մեջ, ել չեմ ասում, որ այստեղ գուցե լինեն էլի խորը շերտեր, որոնք դեռ կարիք ունեն մաքրելու եւ ուսումնասիրելու։ Մի քանի շերտ է երևում, չէ, երևում է, որ հողի տակ էլի, չէ, ինչ որ շերտ կա։ Այս հատվածը եկեղեցու խորանն է եղել, տեսնում ենք, այդտեղ հավանաբար բեմն է եղել, բարձր բեմ է ունեցել, խորանի այդ վերին հատվածը թաղը մինչև 80-ական թվականները, օրինակ արխիվային լուսանկարներում երևում է, որ կար այդ հատվածը, տանիքը կար, պատերը մի մասը կանգուն էր, բայց տարիների ընթացքում փլուզումներ են եղել եւ եկեղեցին գնալով քայքայվում է եւ հիմա այս մեր աշխատանքները ոնց որ եկեղեցու փրկության ուղղությամբ առաջին քայլերն են եւ հույս ունեմ, որ առաջիկա տարիներին պեղումները որոշակիորեն ավարտելուց հետո կշարունակվեն արդեն վերականգնման աշխատանքները։ Այսպես անզեն աչքով երևում է, որքան որ մենք հասցրեցինք պտտվել ու տեսնել, արձանագրություններ գրեթե չկան։ Այո, արձանագրություններ իսկապես հայտնի չեն այս հնավայրից։ Նախնշեմ այս կառույցը, որ հավանաբար սա վաղմիջնադարյան կառույց է, բայց քանի որ նաև մեր պեղումները եւ ընդհանրապես միջավայրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 10-11-րդ դարում այստեղ երկրորդ ծաղկման շրջանն է եղել, հավանաբար այդ շրջանում կառույցը համալրվել է նոր կառույցներով, վերակառուցվել է, վերանորոգումներ են կատարվել։ Իսկապես արձանագրություններ չկան, սակայն չկային մինչև մեր պեղումները, որտեղ մեր այս կարճատև պեղումների ընթացքում մենք հայտնաբերեցինք առաջին միջնադարյան արձանագրությունը Երիցվանքից, փոքր եկեղեցու հյուսային կողմում հայտնաբերվեց մի արձանագիր քար, որը հավանաբար տապանակար է, որտեղ հիշատակվում է Ոմն Սափիի մասին, ով վախճանվել է 1041 թվականին, այսինքն 11-րդ դարում։ Ազգություն բնականաբար հայ է եղել, արձանագրությունը հայերեն է, Սափին կամ Սոֆին նույն ինչ որ հայուհի է եղել, բայց թե այլ ինչ մանրամասներ կան իր հետ կապված, մեզ հայտնի չի, գուցե հետագա պեղումներ ինչ որ նոր հանգամանքներ ի հայտ բերեն։
այստեղ 1 2 3 4 4-ով արցանագրություն է ու վերջում թվին ՆՂ-ն այդ 1041-ն Վանական համալիրի քարերը բերվել են մոտակա լեռներից եւ կառույցները ներդաշնակված են միջավայրի հետ։ Ձորի հատվածում ինչ է պահպանվել։ Ձորի հատվածում ճիշտ ասած վերևից որ նայում ենք եւ ներքևից էլ նայելուց երևում են բազմաթիվ այդպես քարայրներ, կառույցների հետքեր են երևում, բայց ձորի հատվածի ուսումնասիրությունները մենք դեռ չենք սկսել։ Հավանաբար պեղումներից հետո կամ պեղումների միջակայքում կուսումնասիրենք այդ հատվածը, բայց որ այնտեղ ապրել են, պատսպարվել են, ակնհայտ է։ Այստեղ նույնպես հա բեկորներ կան։ Այո, պեղումներով ընդհանրապես հայտնաբերվող ամենաշատ գտածոները դրանք խեցեղեն գտածոներն են, խեցեղեն առարկաներն են։ Այստեղ եւս հայտնաբերվել են խեցեղեն գտածոներ եւ հասարակ եւ ջնարակած օրինակներ են հայտնաբերվել։ Հայտնաբերվեց նաեւ մի ապակյա թևնոցի բեկոր հայտնաբերվեց։ Այստեղ տեսնում ենք խեցեղեն առարկաներից 2 բեկոր եւ նաեւ տեսնում ենք կղմինդերի բեկորներ։ Կղմինդը շատ է հայտնաբերվում այստեղ, որը ակնհայտորեն ցույց է տալիս, որ այս եկեղեցին եղել է կղմինդրածածկ, որը Սյունիքին շատ բնորոշ է եւ վաղ միջնադարում եւ մինչեւ 10-11-րդ դարերը շատ հաճախ է հանդիպում։ Իհարկե ուշ միջնադարում եւս կան այդպիսի բազմաթիվ օրինակներ, որ եկեղեցիներն ունեցել են կղմինդրե ծածկ։ Իհարկե սա շատ բնորոշ է Սյունիքին։ Այնտեղ ունենք քարաբեկորներ, օրինակ մեկի վրա տեսնում ենք ստար հիշեցնող մի պատկեր, դա հավանաբար վարպետի նշան է, այստեղ իհարկե մի քիչ վատ է պահպանված այս փոքր քարին, բայց սա եւս բնորոշ է ընդհանրապես միջնադարյան հայկական ճարտարապետության, երբ որ վարպետները իրենց նշանն էին թողնում շինաքարերի վրա։ Իսկ այս խաչաձև քարը։ Սա շատ հետաքրքիր խաչ է, հավասարաթև կարծես թե խաչ է, որը ակնհայտորեն ագուսված է եղել պատին, որտեղ տեսնում ենք կրասվաղի հետքեր կան անկյուններում։ Միանավ փոքրիկ մատուռում, որտեղ ընթանում են պեղումները, Արշավախումբը երկհարկ դամբարան է հայտնաբերել։ Հիմա մենք գտնվում ենք միանավ եկեղեցու նախասրահում, որի տակ բացվեց այս դամբարանային կառույցը, շատ հետաքրքիր կառույց է, տեսեք թաղակապ ծածկ է ունեցել եւ ներսի պեղումները ցույց տվեցին, որ սա դժվար է ասել երբ, բայց փլուզված է եղել եւ ներսից հանեցինք մենք բազմաթիվ քարեր, իր թաղի քարերը, սրբատաշ քարեր, ոսկորները խառնված վիճակում էին, բայց այդպես նախնական նույնականացմամբ 5 անատի ոսկորներ հայտնաբերեցինք այստեղից եւ դրանք արդեն լաբորատոր ուսումնասիրության կենթարկենք եւ կհասկանանք թե ինչ է ընդհանրապես այս երևույթը միջնադարում շատ տարածված էր, մենք վաղ միջնադարից մինչև զարգացած միջնադար ունենք այսպիսի օրինակներ, մատուռ դամբարաններ, մատուռ մասունքարաններ։ Այս տիպի կառույցներում հիմնականում թաղվում էին նահատակները կամ հայրենիքի ու հավատի համար զոհված մարդիկ, դրանք կարող էին լինել եւ աշխարհականներ եւ հոգեվորականներ։ Իսկ թե ովքեր էին այստեղ թաղվածները, իհարկե ուսումնասիրությունները դեռ պետք է ցույց տան։ Մի քանի շաբաթ ընթացող պեղումների ընթացքում Արշավախումբը վանական համալիրին առնչվող բազմաթիվ բացահայտումներ է արել։ Այս տարածքում առաջին անգամ են պեղումներ կատարվում եւ Արշավախմբի ղեկավար հնագետ Ավետիս Գրիգորյանը հույս ունի կշարունակի աշխատանքները եւ սրբավայրը վերջապես կազատվի հողածածկից եւ կվերականգնվի։
Ընդհանրապես այս վանքի տարածքի պահպանական գոտին մոտավորապես 1.5 հեկտար է, այսինքն սկսում է այդ ժայռերի հատվածի քարայրներից, որտեղ ասացի կան խաչերի պատկերներ, այրված պատերով այդ քարայրները եւ ձգվում է մոտ 50 մետր այս եկեղեցուց էլ այն կողմ, որտեղ էլի կան պարսպի հատվածներ եւ այլն, այսինքն սա մի հսկայական վանք է եղել, որը շատ բնորոշ էր միջնադարում եւ ունեցել է պարիսներ, որը եւս բնորոշ է միջնադարին, սա խաղաղ ժամանակ պարիսպ էր պարզապես, պատերազմական ժամանակ պաշտպանվելու հնարավորություն էր տալիս վանականներին եւ գուցե դրա շրջակայքում ապրող աշխարհական մարդկանց, սա մի մեծ համալիր է, որը հեկտարից ավել, հեկտար ու կես տարածք է եւ շատ երկար ուսումնասիրելու կարիք ունի դեռ։